Հայկական ավանդական հարսանիք, ազգային մոռացված ծեսը հիշեցնելու համար։ Սկսվում է հարսի տանից, որտեղ աղջկա մայրը, քույրերը հագցնում են նրան, ապա բարի լուրով գալիս է աղվես եղբայրը ու հարսի հայրը երգով դիմավորում է փեսային։ Օժիտի բարուրով տիկնիկն ու հարսի գոտին առողջության, պտղաբերության խորհրդանիշն են։ Հարսանիքը, որպես այդպիսին հատկապես ավանդական հարսանիքը, ինչը որ մենք ուզում ենք այսօր ներկայացնել մեր հասարակությանը, դա նույնպես մեր մշակութային արժեքն է, մշակութային ժառանգություն։ Բեմականացված ավանդական հարսանիքի համար ընտրվել էր իսկական հարսանեկան զույգ, որոնք 2 օրից ամուսնանալու են։ Փորձել ենք վերակենդանացնել այն ծեսերը, որոնք ժամանակի ընթացքում եւ տարիների ընթացքում մոռացվել են, մասնավորապես այն ծառը, որը մակարապետը միշտ պարասնում էր փեսայի հետ հարսի տունը գնալուց, սուրը, որը փեսայի եղբայրն էր պարացնում։ Փեսայի կարմիր կանաչը արևշատության, իսկ երկու բուրցորենը, որ շաղ էր տալիս պսակադրությունից հետո, սերմնացանի նշան էր։ Զույգ լավաշով, մեղրով եւ ավանդական ուտեստներով էին դիմավորում նորապսակներին։ Ապա երկու պարով 7 արևածագ դիմավորում։ Անի Ստեփանյան, Տիգրան Բաբայան, օրակարգի համար։